Այս ճանապարհն անցնում է ժամանակակից Վան քաղաքի արևարձանով։ Քիչ բան է փոխվել այստեղ։ Կարծես ժամանակը մի պահ կանգ է առել ու վերածվել բազալտե ժայռերի։ Մեր թվարկությունից առաջ 9-րդ դարի կեսերին հայկական լեռնաշխարհն աստիճանաբար միավորվեց մի հզոր պետության սահմաններով։ Դա Վանի թագավորությունն էր, Ուրարտուն, որի ռազմաքաղաքական ու մշակութային կենտրոնը մեր թվարկությունից առաջ 9-րդ դարի վերջին դարձավ Տուշպան, ներկայիս Վանը։ Մենք գտնվում ենք Վանի ժայռի ստորոտում։ Այստեղ, այս բարձրինքի վրա պահպանվել է նշանավոր ուրարտական արձանագրություն, որը հայտնի է ժողովրդական բանահյուսության մեջ Մեհերի դուռ անվամբ։ Քարակերտ այս հուշարձանին արձանագրված են ուրարտական աստվածների անունները։ Դրանք ավանդել են մեզ Իշպույինին և Մենուան։ Խոշոր և առաջատար աստվածությունների կողքին Խալդիի, Թեշեբայի և Շիմինեի հետ հիշատակվում են ևս 79 աստվածներ և աստվածություններ։ Ըստ էության, սա մեր թվարկությունից առաջ 9-րդ դարի վերջի ուրարտական դիցարանն է։ Մեհերի դռան մոտից ճանապարհը մեզ տանում է դեպի Վանի այն ժայռը, որի վրա պահպանվել են Տուշպա մայրաքաղաքի մնացորդները։ Հինավուրց այս աստիճաններով ժամանակին բարձրացել են նաև Ուրարտուի տիրակալները։ Անցնելով Արգիշտի առաջինի տարեգրության կողքով, մենք մտնում ենք նրա ժայռափոր դամբարանը։ Իսկ սա բացառիկ կադրեր են։ Այստեղ լուռ է ու խորհրդավոր։ Տպավորությունն այնպիսին է, որ կառույցի ներսում, խորանների մեջ, դեռ թևածում է Արգիշտի արքայի ոգին։ Դամբարանի արտաքին պատին փորագրված տարեգրությունը հին աշխարհի ամենամեծ սեպագիր արձանագրություններից է և պարունակում է շուրջ 400 տող տեքստ։ Այստեղ հիշատակվում են Արգիշտի առաջնի ռազմական հաջողությունների, աշխարհիկ ու հոգևոր ձեռնարկումների մասին։ Պատմական ճանապարհները մեզ դարձյալ տանում են հայկական լեռնաշխարհի կենտրոնական շրջանները՝ դեպի Արարատյան դաշտ։ Վանի թագավորության տիրակալներից առաջինը Մենուան էր, որ անցնելով Արաքս գետը հաստատվեց հայկական լեռնաշխարհի հյուսիսային հատվածում։ Այդ են վկայում Հայաստանի անտիկ մայրաքաղաք Արտաշատի պեղումների ժամանակ բացված պարսպի մնացորդները։
Մենուա եւ Արգիշտի թագավորների օրոք Արարատյան դաշտը դարձավ Վանի թագավորության ռազմավարական կարևոր կետերից մեկը։ Այստեղ կառուցվում էին պաշտպանական համակարգեր, քաղաքներ, ամրոցներ, երբեմն այստեղ ամփոփվում էին նաեւ ուրարտական առաջնորդների մարմինները։ Այդպիսի մի դամբարան գտնվում է Երևանում։ Գնանք այնտեղ։ Ուրարտական առաջնորդների դամբարանները կառուցվում էին այնպես, որ բավարարեին անդրաշխարհի նրա բոլոր պահանջներին։ Դրանք սրբատաշ էին, ունեին խորաններ եւ խորաններում տեղադրված էին վերջանքի առարկաներ, զենքեր, հեծեղեն, այսինքն կենցաղային այն ամենը, ինչ օգտագործել էր հանգուցյալական կյանքում եւ պիտի օգտագործեր նաեւ անդրաշխարհում։ Սա ժամանակակից Երևանն է։ Քաղաք, որ օրեցօր փոխվում է։ Աշխարհի հին քաղաքներից շատ քչերն ունեն իրենց ծննդականը։ Երևանն ունի Խալդինինի, Ալսուիշինի, Արգիշտիշը, Մենուախինիշը, Ինե Էգալ Բադուսի, Շիդիշտունի, Թերուբի Իրբուունինի Թինի։ Խալդյան զորությամբ Արգիշտին Մենուայի որդին այս հոյակերտ ամրոցը կառուցեց, կոչեց Էրեբունի անվամբ։ Մեր թվարկությունից առաջ 782 թվականին Արգիշտի առաջինը այստեղ վերաբնակեցրեց 6600 զինվորներ Խատը եւ Ծուպանի երկրներից։ Նրանք հնամենի Երևանի առաջին բնակիչներն էին։ Քաղաքամրոցը կառուցված էր ժամանակի բոլոր պահանջներին համապատասխան։ Սրահների ու տաճարների պատերը ծածկված էին բարձրարվեստ որմնանկարներով, որոնց մեջ առավել ցայտուն էին կարմիր, կապույտ եւ դեղին գույներով նկարազարդված տեսարանները։ Հենց այս քաղաք-ամրոցի տարածքից էլ հայտնաբերվել են մեր թվարկությունից առաջ 6-4-րդ դարերին վերաբերող արծաթե 3 եզակի եղջերագավաթները։ Քաղաքն ուներ լավ մշակված հատակագիծ եւ համալրված էր ջրահեռացման համակարգով։ Առանձնանում էին պալատական, կրոնական, տնտեսական ու զորանոցների թաղամասերը։ Արգիշտի առաջինի հաջորդը Սարդուրի երկրորդը դարձյալ հայացքն ուղղեց հարավ եւ Տուշպավանից հարավ-արևելք կառուցեց նոր քաղաք Սարդուրի Խինիլին։ Այս տարածքը միջնադարի հայ պատմիչները հիշատակում են Հայկաբերդ, իսկ ժամանակակիցները Չաուշ թեփե անվամբ։ Քաղաքամրոցը կառուցվել է միակտոր ժայռի վրա, դրա գագաթը հարթեցվել է, վերածվել քարե պողոտայի, որից մուտքեր են բացվել դեպի ամրոցի տարբեր հատվածները։
Հատկապես տպավորիչ են մառաններում տեղադրված և մոտավորապես 1000 լիտր տարողություն ունեցող հսկայական կարասները, որոնց մեջ քաղաքի բնակիչները գինի են պահել։ Քաղաքի տնտեսական հատվածներում են գտնվել ջրի 4 պահեստարանները։ Զարմացնում են դրանց հսկայական չափերն ու մշակվածությունը։ Այս հզոր ամրոցը մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի երկրորդ կեսին պաշտպանել է Ուրարտուի հարավային սահմանները ասորացիների ու նրանց դաշնակիցների հաճախակի արշավանքներից։ Մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում Ուրարտուի և Ասորստանի դիմակայության ժամանակ կարևոր դեր է խաղացել նաև Մալաթիայի տարածքը, քանի որ այստեղով էին անցնում ժամանակի առևտրական բանուկ ճանապարհները։ Այն մեկ անցնում էր Վանի տիրակալներին, մեկ հայտնվում ասորացիների ձեռքում։ Մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի առաջին կեսին այստեղ իշխում էր Սուլումելին, Վանի տիրակալ Սարդուրի երկրորդի դաշնակիցը։ Մենք Մալաթիայի թանգարանում ենք։ Այստեղ բակում տեղադրված է նշանավոր բարձրաքանդակներից մեկը։ Բարձրաքանդակի վրա պատկերված է Մելիդի տիրակալ Սուլումելին, որն իշխել է 8-րդ դարում մեր թվարկությունից առաջ արարողության ժամանակ։ Սուլումելին զոհաբերվող խմիչք է լցնում ծիսական անոթի մեջ և արարողությունը նվիրված է հողմի և տարեքի աստված Թեշուբին, որը ձեռքին պահում է եռաճյուղ կայծակի խորհրդանիշը և ետևում նշված է նրա գաղափարագիրը։ Մալաթիայից ուղղություն ենք վերցնում դեպի հյուսիս, դեպի Կառնո դաշտ։ Մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի նշանավոր ուրարտական հուշարձաններից է Կառնո դաշտում գտնվող Ալթին թեփեն։ Մենք Երզնկայից ընդամենը 15 կիլոմետր հեռավորության վրա ենք պատմական Ալթին թեփե ոսկե բլուր հուշարձանի տարածքում։ Հուշարձան, որ կառուցվել է 7-րդ դարում մեր թվարկությունից առաջ Վանի թագավորների, Ուրարտուի տիրակալների ջանքերով։ Սա Ուրարտական պետության հզորության երկրորդ շրջանի ամենակարևոր հուշարձաններից մեկն է։ Հուշարձան, որը ունի իր աշխարհիկ և ծիսական կառույցները, և որի սրբատաշ քարերը, սենյակներն ու սյուները պահպանվել ու հասել են մինչև մեզ։ Այս հուշարձանը պատմաճարտարապետական մեծագույն արժեք ունի և մեր երկրի պատմության վաղ շրջանի ամենանշանավոր կոթողներից մեկն է հանդիսանում։ Ալթին թեփեի հնագիտական հուշարձանի ամենաաչքի ընկնող կառույցը Խալդ Աստծո տաճարն է։ Բազալտից կառուցված ուղղանկյուն քառանկյուն սրբատաշ մի շինություն, որի 4 անկյուններում դրսի կողմից որմնահեցեր կան։ Ճարտարապետական այս համալիրը վերաբերում է 7-րդ դարին և կենտրոնում պատի արևմտյան հատվածում ունի զոհասեղան, ուր կատարվել են ծիսական արարողություններ։ Տաճարական նման համալիրները տարածված էին Վանի թագավորությունում 9-րդ դարի կեսերից մեր թվարկությունից առաջ և խոսում էին ծիսական արարողությունների և կրոնական կառույցների որոշակի համակարգի մասին։ Սիփան լեռան դիմաց, Վանա լճի արևելյան ափին, բարձրադիր և գեղատեսիլ վայրում է գտնվում մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի կեսերի ուրարտական հայտնի ամրոցներից մեկը՝ Այանիսը։
Առանձնակի արժեք ու նշանակություն ունեն հուշարձանի կենտրոնում գտնվող տաճարի բարձրաքանդակները, որոնք առայժմ բացառիկ են Ուրարտական ճարտարապետության մեջ։ Դրանցում ներկայացված են կենաց ծառերի, աղոթող քրմերի, այռուցների, ցոլերի ու առասպելական կենդանիների խորաքանդակներ։ Վանի թագավորության վերջին շրջանում 7-րդ դարի կեսերին մեր թվարկությունից առաջ այս պետությունը մի կարճաժամկետ վերելք ապրեց։ Դա կապված էր Ռուսա երկրորդի հետ։ Նրա օրոք հայկական լեռնաշխարհի մի շարք հատվածներում Արարատյան դաշտում, Վանի ավազանում, Սևանում կառուցվեցին ճարտարապետական կառույցներ եւ պաշտպանական համակարգեր։ Դրանցից մեկը այս ամրոցն է, Այանիսը, որի կառուցողական մանրամասները խոսում են բարձր շինարվեստի եւ միևնույն ժամանակ այն ծանր իրավիճակի մասին, որը կար Ուրարտոյում այս փուլում։ Այդ վկայում են այրվածքները։ Այդ ճգնաժամի դաժան հետքերը հստակորեն նկատելի են Ռուսա երկրորդի կառուցած մյուս բերդամրոցում, Կարմիր Բլուր հնագիտական հուշարձանում, Թեյշեբայինիում։ Այստեղ եւս ամրոցը հրկիզվել ու գրավվել է հանկարծակի գրոհով, եւ քաղաքի պաշտպանների մի զգալի մասը չի հասցրել լքել այն։ Այս արժեքավոր հնագիտական նյութերը հայտնաբերվել են այրված քաղաքի փլատակների պեղումների ժամանակ եւ վկայում են, որ այն մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում կարևոր վարչական ու մշակութային կենտրոն է եղել։ Մենք Երևանից 20 կիլոմետր հյուսիս ենք, Օշական հնավայրի տարածքում։ Քրիստոսի ծնունդից առաջ 7-րդ դարի երկրորդ կեսին Վանի թագավորության տիրակալներն ավելի հակված էին իրենց իշխանության առավել հզոր կենտրոնները տեղադրել Արարատյան դաշտում։ Պատճառն այն էր, որ հարավային հատվածներում առավել հզոր էր ասորական ազդեցությունը։ Մոտավորապես 7-րդ դարի երկրորդ կեսին հատկապես ուժեղացավ Ռուսա երկրորդի գերիշխանությունն այս շրջանում, որն էլ մի շարք ճարտարապետական կառույցների թվում այստեղ հիմնեց այս ամրոցը։ Մեզ առայժմ հայտնի չի ինչպես է կոչվել ուրարտական այս ամրոցը, ինչքան ժամանակ է այն հզորությունը իր պահպանել եւ ինչպեսի թշնամիների է դիմակայել, սակայն հայտնի է մի բան. այս ամրոցը Ուրարտական պետության, Վանի թագավորության իշխանության վերջին շրջանի ամենակարևոր եւ ամենաաչքի ընկնող հուշարձաններից մեկն է, եւ այս հուշարձանը այն լուր եւ վկա խորհրդանիշն է, թե ինչքան բարձր եւ մեծ է եղել հայկական լեռնաշխարհում մշակույթը մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի երկրորդ կեսին։ Մեր թվարկությունից առաջ 6-րդ դարի առաջին քառորդին սկյութական ու մարական ցեղերի հարվածների տակ Վանի թագավորությունը Ուրարտուն դեռացավ պատմության թատերաբեմից։ Նրան հաջորդեց մի նոր քաղաքական կազմավորում Երևանունների հայոց թագավորությունը, որն ամբողջապես ընդգրկեց իր նախորդի գրաված տարածքը եւ պատմական, քաղաքական ու մշակութային առումով անմիջականորեն նրա իրավահաջորդը դարձավ։ Այս ժամանակահատվածի մասին վկայում են հյուսիսային Հայաստանից գտնված ռազմիկների բրոնզե արձանիկները, Կարսի թանգարանում պահվող կենդանակերպ անոթները, Գավառի ծորակավոր սափորը, Կերենի եւ Սյունիքի մարդակերպ ծիսական խեցեղեն։
Մեր թվարկությունից առաջ 6-րդ դարի վերջին քառորդին Մերձավոր Արևելքում հանդես եկավ մի նոր աշխարհակալ տերություն՝ Աքեմենյան Պարսկաստանը։ Մեր թվարկությունից առաջ 521 թվականին 5 արյունալի ճակատամարտերից հետո Աքեմենյան տերության հիմնադիր Դարեհ առաջինին վերջապես հաջողվեց նվաճել Երևանների հայոց թագավորությունն ու այն դարձնել իր լայնածավալ տերության մի մասը։ Մենք գտնվում ենք Շիրակի տարածքում Գյումրիից ոչ հեռու։ Բենյամին հնագիտական հուշարձանի հատվածում։ Պեղումներն այստեղ շարունակվում են առ այսօր։ Ձեր առջև աշխատանքների արդյունքում բացված հնագիտական հուշարձանի մնացորդներն են։ Սյան խարիսխներ, քարաշար պատեր։ Այս ամենը վերաբերում է 6-4 դարերին մեր թվարկությունից առաջ եւ վկայում է այն մասին, որ անգամ ծանր ժամանակահատվածում հայ ժողովուրդը շարունակել է իր շինարար աշխատանքը, կառուցել է տաճարական եւ պալատական համալիրներ։ Դարեհի գերիշխանությունը Հայաստանում ավելի շատ անվանական էր, քան փաստացի։ Հայաստանը որոշակի առումներով պահպանում էր իր ներքին ինքնուրույնությունը եւ շարունակում էին զարգացում ապրել արհեստներն ու տնտեսությունը։ Ինչպես երևում է հնագիտական հարուստ նյութերից, Էրեբունին, Ուրարտուի հյուսային հենակետը, չմատնվեց կործանման, այլ շարունակեց գոյատևել հաջորդ ժամանակներում։ Հայոց Երևանդուրնի թագավորների օրոք։ Այս ժամանակներից են պահպանվել կրակի տաճարն ու մի քանի այլ կառույցներ, որոնք արդեն Աքեմենյան շրջանին են պատկանում։ Սակայն, եթե Վանի թագավորության շրջանում Էրեբունին պետության հյուսիսային հենակետն էր, հիմա հայոց քաղաքական ու մշակութային կյանքի կենտրոնը դարձավ Այրարատ նահանգը։ Իսկ մայրաքաղաքը Արմավիրը, որը կառուցվել է Արգիշտի Խինիլի քաղաքի տեղում։ Մենք Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի Արմավիրի տարածքում ենք։ Այս քաղաքը հիմնադրվել է դեռևս 8-րդ դարում մեր թվականությունից առաջ Ուրարտական շրջանում Արգիշտի առաջինի օրոք։ Սակայն առավել հզորության հասավ հելենիստական շրջանում։ Այն բանից հետո, երբ Ալեքսանդր Մակեդոնացու զորաբանակները պարտության մատեցին Աքեմենյան ուժերին, այստեղ իշխող կառավարիչ Երուանդը կամ Երևանդը իրեն անկախ հայտարարեց եւ Արմավիրը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Այս ժամանակների Հայաստանը փաստացի ժառանգել էր Վանի թագավորության աշխարհաքաղաքական սահմանները եւ ի տարբերություն բազմաթիվ ջնջված ու անհետացած կայսրությունների պահպանել պետականությունն ու ինքնությունը։ Իսկ ինչ էր Աքեմենյան կայսրությունը։ Էլամի ու Բաբելոնի, Լիդիայի եւ Փրուգիայի, Ասորեստանի եւ Ուրարտուի նման հզոր տերությունների փլատակների վրա արագորեն վեր բարձրացավ մի նոր, աննախադեպ ու վիթխարածավալ աշխարհակալություն։ Եվ Աքեմենյան կայսրության կարևոր հատվածն էր Հայաստանը։ Հայոց պատմություն ֆիլմաշարի 4-րդ ֆիլմը, որ կոչվելու է Հայաստանը հելենիստական եւ անտիկ դարաշրջաններում, կպատմի այս ժամանակահատվածի պատմության եւ մշակույթի մասին։